Ղեկավարվելով Վանաձոր համայնքի ղեկավարի 13 փետրվար 2026 թվականի թիվ 325 որոշմամբ Վանաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի և 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՊԱՊ)-ի կատարման տարեկան հաշվետվությունների վերաբերյալ սույն թվականի փետրվարի 27-ին ժամը 11-ին նշանակվել էր հանրային քննարկում, ժամկետներ կար տրված, որ կարող էին գրավոր առաջարկություններ ներկայացնել, սակայն գրավոր առաջարկություններ չեն ստացվել սահմանված ժամկետում, սակայն հանրային քննարկման ժամանակ կարող են այդ առաջարկությունները հնչեցվել մասնակիցների կողմից, խոսքը փոխանցեմ պարոն Գրիգորյանին, որը նշանակված է որպես պատասխանատու, ինքը հանգիստ կընթերցի, դրանից հետո հարց տա։ Ձեզ ուրեմն ներկայացնեմ Վանաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի կատարողականը։ Նշեմ նաև, որ այս պահին կատարվում է նաև 2025 թվականի բյուջեի կատարողականի արտաքին համոզիչ վարչական բյուջեի հումքերը նախատեսված 5 միլիարդ 190 միլիոն 350,800 դրամի դիմաց կազմել է 5 միլիարդ 117 միլիոն 16,400 դրամ կամ կատարվել է 98.4%-ով։ Նախորդ տարվա համեմատությամբ եկամուտները աճել են 541 միլիոն 22,900 դրամով, որը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից համահատեսման սկզբունքով տրվող դոտացիաների աճի հաշվին, ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման աճի հաշվին, կարող ենք ասել, որ պաշտոնական դրամաշնորհները 400 միլիոնից ավելացել են նախորդ 24 թվականի համեմատ։ Ուրեմն մյուս մասով, որ ասեմ, ինչու էր 72.9% եկամուտների հավաքագրումը, դա հիմնական կախված էր, որ ֆոնդային բյուջեում նախատեսված էր պետական բյուջեից սուբվենցիաների հատկացման հարցով, քանի որ որոշակի ծրագրեր տեղափոխվել են կառավարության որոշումով 25 թվականի տեղափոխվել են 26 թվականին, դեռևս դրանց մասով հատկացումներ չեն եղել, այսինքն դա կախված չէ հավաքագրումից, ուղղակի տվյալ ծրագրերը չեն ավարտվել և տեղափոխվել են 2026 թվական և դրանից կախված հատկացումներ չեն կատարվել պետական բյուջեից, դեռևս չեն տրվել այդ գումարները։ Ասեմ, որ ինչով էր հատկանշական 2025 թվականի բյուջեն, որ ավելացել էին մանկապարտեզների թվով գումարները, հիմնականում դա մեկ անգամյա ավելացում էր, որ տրվեց մանկապարտեզներին, որ այնտեղ կատարվեն շինարարական, բյուջեային և այլ հարցերի լուծումներ և մեծ թվով մանկապարտեզներում այդ բոլոր տեղյակ են, որ այդ աշխատանքները կատարվել են և այդտեղ առաջընթաց ունեն, ինչպես նաև 2025 թվականին ապրիլի 1-ից կատարվեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցների և ենթակա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների բարձրացում և դրանից ելնելով աշխատակցի գծով ծախսերը ավելացել են 2024 թվականի համեմատ։ Ուրեմն մանկապարտեզների մասով ես որ ասեցի, 2025 թվականին ֆինանսավորվել է մոտ 840 միլիոն դրամ, տարեկան, իսկ 24 թվականին դա դիմաց եղել է 707 միլիոն դրամ։ Ինչպես նաև ինչ աշխատանքներ են կատարվել։ Այստեղ մենք ունենք օրինակի համար փողոցների ընթացիկ նորոգումը կատարվել է 88 միլիոն 725,000 դրամի փողոցային նորոգումներ են կատարվել 2025 թվականին։ Այսինքն ֆինանսական բաժինը այդ հասցեականը չի կարող դրամադրել, դա կդրամադրի կողմնալ բաժինը ցանկացած Գրավոր որդիներ կողմնալ։ Անպայման։
երկու խոսքով էլ սուբվենցիաների անդառնա, քանի որ տակը նույնպես այսօր ես եմ ներկայացնելու կապի մեջ պետք է այդ տարեկան աշխատանքային պլանի մեջ ներկայացվեին սուբվենցիաները, ուրեմն ինչ սուբվենցիաներ ունեցել, Վանաձոր քաղաքուսանողական շինարարների և համբարձումյան փողոցների հիմնադրումը դա պայմանագիր է կնքվել է 2025 թվականին, չնայած 2025 թվականին դեռևս կատարողական չունենք և տեղափոխվել է 2026 թվականին։ Վանաձոր համայնքի Իրաչամերսյան փողոցի առաջին նրբանցքի հիմնադրում ճանապարհային երկաթի բետոնների սարերի տեղադրման ծրագիրը տեղափոխվել է 2026 թվականին և այս տարի պետք է մրցույթը կայանա։ Անցած տարի, մասնակից չէր եղել։ Դա հայտնի Քարքարոտ փողոցն է, հարգելի մասնակիցներ, անցած տարի տարեվերջին մրցույթը հայտարարվել, սակայն ցավոք սրտի մասնակից չի եղել կառավարության որոշմամբ տեղափոխվել է 2026 թվական և մոտ օրերս նորից մրցույթ կհայտարարվի։ Այստեղ ունենք Տիգրապետ Պողոտայի հիմնադրում Հայք հրապարակի միջև Սուրմանյան հրապարակի հրապարակ, ծրագիրը տեղափոխվել է 2026 թվական։ Վանաձոր համայնքի թիվ 50 բակերի հիմնադրում խոհարապարակների կառուցում ծրագիրը նույնպես տեղափոխվել է 2026 թվական։ Վանաձոր համայնքի կարիքների համար կոմունալտեխնիկա և ներհամայնքային ավտոբուսների ձեռքբերում 26 թվականն է տեղափոխվել, ինչպես նաև այն ծրագիրը բոլորը վերահատվել են 2026 թվականի բյուջեի նախագծին, որի նախագծին հանրային լցումել է, տեղյակիկ և ծանոթացել եք, որ տվյալ ծրագիրը ներառված է 26 թվականի բյուջեի նախագծում։ Շահումյան բնակավայրի փողոցների հուսահատության համակարգի կառուցում նույնպես տեղափոխվել է 26 թվական։ Վանաձոր համայնքի Գուկար բնակավայրի Գորբատայի հիմնադրում առաջնային մաքրման փոքրկանի կառուցում դա չի իրականացվել և ծրագրից հանվել է, քանի որ այնտեղ տեխնիկական հարցեր են առաջացել, որոնք հնարավոր չի եղել տվյալ միջոցները լուծել։ Վանաձոր համայնքի թիվ 7 տնական մակապարտեզի շենքի կառուցում ծրագիրը տեղափոխվել է 26 թվական։ Վանաձոր քաղաքի թիվ 3 տնական մակապարտեզի շենքի կառուցում մեկնարկը տրված է և քաղաքը նախատեսված է 26 թվականին։ Վանաձոր համայնքի կարիքների համար տեխնիկայի կայանատեղի կառուցում առաջին փուլով դա չի իրականացվել և այսինքն ծրագրից հանվել է։ Ազարյանի անվան կենտրոն համալիրի մարզասրտի շենքի կառուցումը նույնպես չի իրականացվել և ծրագրից հանվել է։ Համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգում, նշանակություն կամուրջների հիմնանորոգում և լուսավորային օբյեկտների վերակառուցում, դա արդեն ոչ սուբվենցիոն ծրագիր է, որը բյուջեի նախատեսված բյուջեի կատարողական ներառված է այդ աշխատանքները կատարվել են պահպանության և կոմունալծառայությունների կենտրոնով աշխատանքները, կետերի ուների մակրովոլոշակի տոկոսով, փողոցների լուսավորության հարցներ կատարվել։ Նախ օգտվելով առիթից այսօր հասարակական կազմակերպությունների օրնա, պարոն Քոթանջյան, շնորհավորում եմ ձեզ և բոլոր հասարակության ներկայացուցիչներ։ Այո, ցանկանում եմ մեղմնավոր և արդարացի աշխատանք իշահ մեր Հայաստանի Հանրապետության և ձեր հարցին պատասխանեմ կարճ, ուրեմն տեղ պայմանագրի մեջ նշված է, որ այդ ձեր ասած մրցույթային դեպքում պետք է ուրեմն կայանա, երբ որ մեր անձնական ուժերով մենք չկարողանանք։ Այսինքն այս պահին, տվյալ պահին ամեն ինչը զսպելի է, մեր կոմունալ բաժինը կարող է կատարի, երբ որ ձյան տեղումներ այնքան շատ կլինեն, որ չենք կարող և ընդեղ կա մայթեր, փողոց, ճանապարհ, այսինքն
ամբողջ ժողովին մենք այդ մրցույթի վրա եւ այդ մրցույթի գումարը այնպես չի, որ պետք է ուրեմն անպայման ծախսվի։ Այսինքն ըստ կատարողականի, ըստ անհրաժեշտության, որտեղ տեղումներ այնպիսի բանա, որ մենք չենք կարող էլի կանխատեսել, որտեղ ինչքան կգա կամ այդ մասիկ մենք տեխնիկա կփչանա, այս պահին մեր կոմունալ գիշերը մինչև առավոտ կոմունալ բաժին է սպասարկել, դրանից հետո արդեն կտեսնենք, քանի որ մի քանի օր առատ տեղումներ են լինելու, ըստ անհրաժեշտության արդեն կգործի։ Հայերենային բան ցածակարգել է, նա բացառապես պատասխանում պետք է ստանա։ Չի ենթադրվում մի հատ գրավոր ցածակարգ։ Այստեղ են դե ընթացիկ մենք հարցերը գտանք, բնականաբար կոմունալների տեղ չէ, հարցերի գերակշռ մասն իրեն էր վերաբերում, ամեն դեպքում ցանկալի կլիներ հանրային լսման ժամանակ որոնքի պատասխանատուների տեսնեմ, ինչքան էլ որ հասանելի է հարցեր են առաջանում, հարցերի համար համապարփակ պատասխան տվել։ Այստեղ հիմնական նշված են խոշորացման գլուխով թվերը եւ ցանկացած դեպքում առաջանում է կարիք բացելու, մենք հետագայում կարող ենք բացել, բայց հնարավոր չէ ամեն ինչ բացած մանրակրկիտ ներկայացնել այս կատարողական։ Եթե դուք համեմատ եք մեր համայնքի բյուջեի կատարողական այլ համայնքների, նույնիսկ խոշոր Երևան գյուղի համայնքների հետ, մենք բավականին բացած ենք ներկայացնում ուրիշ համայնքների։ Այնտեղ ընդհանրապես մենք տվող ենք բոլոր կատարողականը ներկայացնել։ Մյուս եկամուտների գծով ես ասեմ, հիմնական հավաքագրումը չի կատարվել փոխադրամիջոցների գույքահարկի գծով 1 միլիարդ 100 միլիոնի փոխարեն հավաքագրվել է 731 միլիոն 372,200 դրամ։ Քանի սուբվենցիա է հաստատվել եւ քանիսն է իրականացվել։ Այսինքն թվային էլի քանակով քանի սուբվենցիա է հաստատվել 20 թվականին իրականացվել եւ հաստատի քանիսն է կատարվել։ Ես նշեցի, որոնք են մեկնարկվել, երկու ծրագիր են մեկնարկվել, մնացածը օբյեկտիվ պատճառներով չի դեռևս բան չի եղել, կամ մրցույթների մասնակից չի եղել, կամ որոշակի հարցեր եղել, բնականաբար տեղափոխվել են, դա ոչ միայն մեր մոտ, այլ ամբողջ հանրապետությունով է այդպես։ Այսինքն Գերեզի Գորյան, մենք օբյեկտիվ պատճառով, եթե կառավարության հետ հաշվարկանը մենք դիստանց, մենք հաստատում ենք, որ այդ գործը կամակերպի կառավարությունը իր հաստատաշանի կամ համայնքի ոչ կատարել, օբյեկտիվ պատճառով։ Օբյեկտիվ պատճառը կարող է բազան նշեմ, մոտ 3 անգամ, եթե չեմ սխալվում, ուրեմն կա բացակարգ նախագծերը պետք է ենթարկվեն փոխհատուցության։ 3 անգամ մրցույթ են դրել, մասնակից չի եղել, իսկ թվում է դրանից օբյեկտիվ պատճառ։ Ուրեմն մրցույթն է սխալ դրել, Ի՞նչն է սխալ։ Դե եթե մասնակից, այսինքն մենք կարող ենք հիմնային նիստի ժամանակ կամ 26 թվականին 35 միլիոն դոլարի ծրագիր հաստատվել, բայց հետո ասենք չի եղել օբյեկտիվ պատճառով, որ նախագծին չէր մասնակցել։ Նախագծին չէ փոխհատուցության։ Հատուկ փոխհատուցություն։ Դե ինչ ասեմ, որ չեն մասնակցել, մենք ինչ կարող ընդհանցակ կարգա, չէ՞։ Մենք չենք կարող, եթե մենք առանց փոխհատուցումներ ու նախագծերը ուղարկենք մասնագետարան, անմիջապես հետ։ Այսինքն մենք կարող արձանագրել, որ հիմա այդ ծրագրի բանաձորը ասում որ կատարվելու է, դեռ հաստատ չի որ կատարվելու է, որ նախկին տարվա պես կարող 70%-ը չկատարվի։ Եթե նման դեպքեր լինեն բնականաբար։ Իսկ թվայինով գիտենք, պարոն Գրիգորյան, քանիսից քանիսն է կատարվել։ Տեքստով չեմ ասում, թվայինով քանի սուբվենցիայից քանիսն է կատարվել, պարոն Գրիգորյան։ Երկու հատուկ պայմանագրեր ունեն։ Երկու հատ պայմանագիր, համ Վարդսումյանը ուսանողականը եւ թիվ 3 մանկապարտեզը։ Ուրեմն թիվ 3 մանկապարտեզը 190 միլիոն 260,000 ծրագիր է։ Միակ մրցույթն է, պարոն Գրիգորյան։ 3 հատ դրել է, բարևերջում հիմա, եթե չեմ սխալվում, այսօր նորից այդ 8 օբյեկտի մրցույթը հայտարարել է։ Այսօր նորից կրկնակի հայտարարել եք, այսինքն որ փոխհատուցությունը գնա, այս է ձեզ հստակ ասեմ, որ օբյեկտների մասին է խոսքը։ Իմ մոտ կա, նայեք, Բանաձոր համայնքի Բանակի փողոցի հիմնանորոգում, Բանաձոր համայնքի Ալեքսանդր Միասնիկյան փողոցի հիմնանորոգում, Շիրակացի փողոցի հիմնանորոգում, Բաթումի փողոցի հիմնանորոգում, Պարոն 4 թաղամասի գլխավոր փողոցի հիմնանորոգում, Տիգրան Մեծ Պողոտայից Հայքի հրապարակ, ուրեմն Հայքի հրապարակից մինչև Թումանյան
հրապարակ փողոցի հիմնանորոգում, դարպաս բնակավայրի գլխավոր ճանապարհի հիմնանորոգում մուտքն է եւ թիվ 7 մանկապարտեզի ուրեմն կառուցում։ Այս 8 ծրագրի ուրեմն փորձակնություններին արդեն 3-րդ անգամ մրցույթ ենք հայտարարում։ Մենք պարոն Հակոբյան, երբ կլինի արդեն մյուսը։ Մի ուշ շաբաթ կբացվի էլի որ գտնենք։ Այսօր ենք հայտարարում, թե երկու շաբաթ։ Այսօր հայտարարում ենք 7 օրվա մրցույթը, առիթից կօգտվեմ, կխնդրեմ բոլորով իրազեկեք տարբեր ուրեմն կայքերով, որ մասնակից։ Պարոն Հակոբյան, միացել ձեզ մեջ է դա էլի մրցույթ, որ մասնակից չեն դասից փորձարկնությունը վանացողի համիկարետանում։ Դե ասկնի։ Այո, Քարքարոտ փողոցը։ Քարքարոտ փողոցի փորձակնություն մասնակից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարված էր նոյեմբերի։ Հիմա Քարքարոտ փողոցը նորից գցում ենք մրցույթի 4-շաբթի օրը։ Մրցույթը կայացավ նույնիսկ հրատապով են դրել։ Հրատապով կար ժամանակ։ Որ բարին չավարտի մասնակից չէ։ Ինչ նախնդիր է, էլի որ ասեք ինչ կա, մեզնից ինչ կարա կախված լինի, որ մենք այդ բանը պրոբլեմի առաջ բանջը։ Մեզնից ինչ կախված է մենք անում ենք։ Գնումների բաժինը պատշաճ ձևով մրցույթը հայտարարում է, մենք դրանց ավելին։ Ոլորտի մասնագետներն են կարծում են քիչ։ Այդ ոլորտի մասնագետներն տանք լիցենզավորված քիչ են, դամած Եվ որ ընդհանուր Դե հանրապետություն փորձակնողներ շատ չկան, դրա համար չեն մասնակցում, որ շատ լինեն։ համապատասխան Մենք լիցենզավորված գումար է։ Ասենք նախագծի ընդհանրենք, այսքան գումարի դեպքում նախագծի 0.6%-ն է, այսքան գումարի դեպքում 1%-ն է, դու դրանից չես կարող չես կարող դրանից շեղվես, բարձր դնես կամ ցած։ Ավականին ընդունված ծրագրերը ընդունելուց հետո ինչ ժամանակահատվածում ուղարկվում է նախագծերի կառավարությունը, որպեսզի սուբվենցիա հաստատվի, համայնք պատվիրում նախագծեր, ուղարկում է փորձակնության, այս ընթացակարգով որ գնանք, գիտենք, մեզ ուղարկել եք արդեն 50 բակերի փորձակնության արդյունքները, բայց մրցույթ օրինակ չի հայտարարվել։ Հիմա այդ ձեր ասացին զուտ հակափաստարկ էլի։ Զուգահեռ դրան միոպե ավարտել է, զուգահեռ դրան, երբ որ մենք նայում ենք տարեկան կատալոգականը իհարկե շատ ավելի շատ տողեր չեն fet, օրինակ բանը քույր քաղաքների հետ այս տողը, որ 3 միլիոնի շրջանում էր, բայց բանը Ստրասբուրգը օրինակ Վանաձորին քույր քաղաք չի, ինքը էլի սխալ է։ Ստրասբուրգը քույր քաղաք չի, դա դուք գրել եք քույր քաղաքների հետ կատարողականի մեջ, որպես այդպիսին, այսինքն որպեսի կատարողականը հասկանաս, թե ինչա կատարվում, պլանավորված է, թե չէ։ Ստրասբուրգը օրինակ Վանաձորի քույր քաղաք չի եւ իր այդ գործակցությունը այդ տողով չպիտի լինի։ Այսինքն խորհրդով այս տարեկան աշխատանքային պլանը կարելի է ասել, որ բավականին չի իրականացվել, բայց զուգահեռ նայում ենք բյուջեն բավականին լավ տողերը տեղակայվել են։ Պետք է նշել, որ վարչական բյուջեն ըստ օրենքով հնարավոր է տեղաշարժել օրենքով 30% ոչ ավել առանց ավականու որոշումը։ Ֆոնդային բյուջեն առհասարակ տեղաշարժելու իրավունք չկա։ Այստեղ երբ որ նայում եմ մի օրինակ կարդել կատարողականի մեջ սոցիալականի տողը 30 միլիոն որ հատկացված էր, մնացել է 3 միլիոնի կարգի, բայց օրինակ ես այդ մի օրինակ ավելում եմ, բայց օրինակ զուգահեռ մենք տարածքային կառավարման նախարարություն գրություններ են ուղարկել եւ ստացվում են պատասխանով հանձնաժողովը որպես այդպիսին փաստացի չի կարող գործել եւ ինքը լուծարման ենթակա է եւ նոր ավականով նոր հանձնաժողով ստեղծելու բաղական նոր կարգավորումներ ծախսել, այսինքն զուգահեռ իրավունք ունեն եւ ստացվեց այնպես որ 27 միլիոն ծախսել է։ Մյուս բանը, երբ որ նշում ենք օրինակ ասում ենք որ համայնքապետարանը մեղավորություն կամ պատճառ չունի որպեսզի այս ամեն ինչը չիրականացվի, տեսեք օրենքով ասում եմ, երբ որ ասում եք որ համայնքապետարանը մրցույթների գործընթացում մեղավորություն չունի, օրինակ տեսեք ձմեռային պաշտպանություն Չէ, մի հատ էս որտեղ արդեն ուրիշ համաստացի կան տարբեր 3 միլիոն 150,000 վերամսում։ Դուք ասեցիք, մնացող 3 միլիոն 150,000 է, ծախսել եք որ 27 միլիոն դրամ։ Բայց ընդհանրապես 27 միլիոն
դրամ մնացողն է, աստացի կատարվել է 3 միլիոն 150 դրամ։ 3 միլիոն 150,000 դրամ, ասենք ինչի վրա է ծախսվել։ Մենք ունենք որոշակի ծրագրեր, որ միշտ էլ այդ տողից են կատարվել, համագործակցության պայմանագրեր ունենք հայկական Կարիտասի հետ և առաքելություն Հայաստանի հետ։ Դրանց ծրագրերը տապանցիկ են, բոլորը գիտեն, մենք կատարել ենք ներդրում այդ ծրագրերը, որ այդ ծրագրի շատ փոքր մասն են կատարել և 3 միլիոն 150,000 դրամը կազմում է այդ աշխատանքները։ Կներեք մի հարց, հայկական Կարիտասը հասարակական կազմակերպություն է, ինչի համար դնում սոցիալական Եվ մեր քաղաքում կատարում է սոցիալական որոշակի աշխատանք, մենք բոլորներ գիտենք, ացերերի, ծմեր ծրագի Կարիտասը, առաքելությունը Հայաստան է, նույնպես ծերերի սննդով և այդ միջոցներով ապահովում է տարման։ Պետք է խնդրեմ, ով որ պատասխանատուն է, տեղեկատվություն տրամադրեն, թե ինչ որոշումով է հատկացումը եղել և հասարակական կազմակերպություններին ևս աջակցություն է տրվել, պատասխանատու չէ ուղղված անձամբ պարոն Գրիգորյան, որ իրապետում է հարցին, հետաքրքիր է, որ կազմակերպություններն են ստացել և ինչ ուղղություններով են աշխատանքները իրականացրել։ Դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը մեր կայքում, որոշումները, կարգադրությունները կայքում կան դրանց։ Նույնիսկ հիմա այդ կետերի բուների մասով ես ինքամերը բացել եմ պայմանագիրը, ու կարող ձեզ համար ընթերցել կատարողականներն կան, կարող եմ նույնիսկ ընթերցել ձեզ համար այդ որ կետերն են եղել։ Նաև հանրային քննարկումների օրակարգ հրապարակելու իմաստը նախապես այն է, որ մասնակիցները ինչ-որ բաների ծանոթանան նորմալ, հատկապես Սավաքանիներու մեր աշխատակազմը, աշխատակազմը առավել ևս։ Կետերը նշեմ, Տանձուց, Բզովդալ, Քամբակ, Խաչի Ձորիչնով կետակներն են։ Դրանց բոլորի վերաբերյալ կատարողականներն է բերվել է, որպեսզի վճարումները կատարվեն։ Տանձուց, Բզովդալ, Քամբակ և Խաչի Ձորիչնով կետակը։ Ուրեմն մեկնաբանը իհարկե հանրային լսումը տարբեր նպատակներ ունի, բայց հանրային լսման ժամանակ երբ որ բարձրաձայն հարցեր տալիս ենք, դրա նպատակը նաև լայն հանրությանը տեղյակ պահելն է և այն, որպեսզի հարցերի պատասխանները բանավոր հնչի, որովհետև տարբեր հաստատություններ տարբեր տեղեր հրապարակվում են։ Հիմա սա լավ առիթ է, որպեսզի նաև աշխատակազմը կատարած աշխատանքը ներկայացնի, ես խնդիր չեմ տեսնում, որ կատարած աշխատանքը ներկայացվի բոլորին տեսնեն ինչ աշխատանքներ են տարվա ընթացքում իրականացրել։ Այո, իսկապես պետք է այդ հանրության տարբեր շերտեր չեն ուսումնասիրել, տեղյակ չեն։ Համապատասխան գերատեսչությունները կամ ներկայացուցիչները, որ ներկայացնեն, ավելի լայն ծավալով դիմանան։ Օրինակ, ասենք, այստեղ ինձ մոտ հարց կար, կարծում եմ կոմունալին է, ցավառող կենդանիների ստեղծման որ կազմակերպությունն է զբաղվել, ինչ ծավալով է կատարվել։ Կարծում եմ մեր հանրությանն դա հետաքրքիր կլիներ, որտեղ իրենք են շատ շահագրգռված ու անհանգիստ այս հարցի շուրջ։ Ուզեինք, որ ոլորտի պատասխանատուները Հավաքական անդամները լրագրողներ չեն գալիս, որ դուք եք ասել պատասխանը, ու մենք պարտավոր չենք նստենք տողերը առանց ձեզ նայենք հարցերը, հիշենք անկարծենք, այն համայնքաբերդարանի աշխատողով բաժնը իրակատարողականը ստորագրելա դրական տվելա, պետք է իմանա, որ կետերն է, ինչքան գումար, որ մենք իրար հարցնենք պատասխան, որտեղ հավաքական անդամներին ասել, որ դուք ավելի ծանոթացեք ստեղ նոր եք մի բան, դա ճիշտ չի, որտեղ համայնքաբերդարանի բաժնականներն են պարտավորան որ ինֆորմացիան իմանա, ճիշտ ասած մենք շատ թերահավաքորեն են վերաբերում են կետերի, որ դուք իմացնեք, որովհետև կետերը, այդ 4 կետերը են կետերն է, որոնք ընդհանրապես կատարողականներ, նշվել են այդ կետեր կա, որ կատարողականներ չեն վերել, բայց մրցույթներ հայտարարված համել եք ստացել, և որովական մասին եք ասում ավանդամ իրենց հարավել ևս ու խոսնակներ ընդհանրը, դες դրա կամ բարձրական որ հավաքանները ծանոթանան նոր դա, նիստ դնել են գալու բոլոր հարցերը հարցնում եք, օրինակս ինչ եք էին, ինչի եք իսկան գումար տվել, այդ դա այն ամենալիմիցի հարցերն է, որ գալիս եք ավելի կարևոր հարցեր կա։ Խնդրում եմ հավաքաններ մի բան նորեցրեք, որ մենք պետք է բոլորը ծանոթանանք առանձին ձեր կայքից նայեք, ձեր կայքից դեպի նայեք, ինքնասկալ բաններով, ոչինչ չեն հասկանալի իրավիճակը։ Կայքով հավաքան չի կարող աշխատել։
մակրվեր, որքան տոկոսնա մակրվեր։ Ոչ է գումարի տոկոսի մասին խոսքա, աշխատանքները պայմանագրով նախատեսված ամուսնան են տված։ Պայմանագրով նախատեսված։ Այսինքն 100% նախատեսված 100%։ Պայմանագրով նախատեսված աշխատանքներ։ Նախատեսվել անգելի մեկ մասը նախատեսավ, Կներեք եք ձեր դար ասեմ, պետք է մասնագետը կա, քերտինակ ասի այստեղից։ Այս շուտեն չեմ Պետք է ամփոփել, չէ՞ դուք բան դուք հնարավորություն ունեք այդ աշխատանքներին մասնակցեք, ձեր կազմակերպությունը մասնակցել է մի քանի աշխատանքներին, դրա համար մենք շնորհակալ ենք։ Մի խոսքով եթե բաց արդիական բակլովակ խնդրեմ մյուս։ Եվ երկրորդ ասել մրցույթների հետ կապված այլի, դες ասում եք որ չի իրականացել որտեղ պատճառով։ Մենք երբ որ ծրագիր ունենք, ցավացած մեզ ծրագիր իրականացնելու ռիսկ կա ու ռիսկը նաև կառավարելու հնարավորություն ունենք։ Եթե մենք առաջին մրցույթը դնում ենք մարտի եւ որտեղ մարտի այդ ռիսկը որ հանրային ենք կառավարում, որ երեքին մասնակցի, որովհետեւ չասի դե մարտի մասնակցել։ Մենք ինչ խթաններ ենք օգտագործում, որ երրորդ ժողովրդին մարդ մասնակցի, որպես ես որ չկան ասենք անի որ մարդ չմասնակցեք, մոտես ունեք 26։ Հիմա եթե մարդ չմասնակցի, նաև 27։ Այսինքն մենք օգտվել ենք այդ բաներից այդտեղ ինչ հնարավոր է եղել օգտվել եք, ասենք տեսել ենք տարվա վերջա մրցույթը պետք է մի ամիս հրապարակվեր, հրատապով 7 օր ենք դրել, այսինքն ինչ հնարավոր է անել ենք։ Հիմա ես նորից ասեմ, որ եթե ձեր շրջապատում ունեք, երևի այս անգամ մեր Facebook-յան էջով էլ բան անենք, տարածենք ավելի շատ, որ երևի շատ են օգտվում, այս անգամ դրանից ենք օգտվենք, այսինքն Facebook-յան էջով եք դնենք, որ սենց հրավիրում ենք։ Դուք որպես կառավարման օղակ, այս այլընտրանքային ինչ տարբերակներ եք իրարել, որ այդ ռիսկ կարողանաք կառավարել, վերահսկեք, որ մյուս անգամ այդ մրցույթին մասնակցեք։ Հիմա տեսեք ասում եք Facebook-ը օգտագործեք։ Դա միջոց է հավելյալ մարդկանց վերաբերել զերեկացության նկատակի բացասի տեսանկյունից, բայց ոնց որ այդ միտքը առաջացավ նոր, բայց կարող առաջանար օրինակ 6 ամիս առաջ։ Նույնիսկ այն կազմակերպությունները, որ մենք նարաշում ենք, որ իրաց ասում են, բայց այս մրցույթը ասեն, հա գիտենք, բայց օրինակ գումարն է քիչ, բայց այդ գումարները ինչպես ասեցին, արդեն մենք չենք որոշում ինչ թիվ դնենք, էլի դա տոկոսային որոշակի բան է։ Այսինքն փորձը ցույց է տալիս, որ իրազեկվածության պակասը խնդիր չի, որտեղ են կազմակերպությունները, ովքեր որպես կանոն են մրցույթներին մասնակցում են, միշտ գիտեն որտեղ նայել այդ մրցույթները եւ ստանվել են իրենց էլեկտրոնային մեյլերին։ Դա հավելյալ կարող է կանել, բայց ես վստահեցնում եմ, որ այդ չի պատճառը։ Համայնքի համար, համայնքի կարիքների համար ձեռքբերող ծառայություններ օրինակ, որոնք որ ենթադրենք ձմեռային կառավարությունը դա համայնքը պետք է ձեռքբերի, բայց ձեռքաբերում հորակը, այսինքն ես ավելի, քանի որ այս վերջը նաև հիմնախիլս էինք քննարկում, այդ օրենքի դուրս գալուց հետո օրենքը շրջանցելու ձեռք հայտնաբերվեց, ոնց որ մենք հայտնաբերեցինք, թե ոնց են խախտում այդ օրենքը։ Այս մեկ, ինչ վերաբերվում է ընթացակարգերի, հիմա տեսեք, այստեղ կատարողականի մեջ նշված է 4 մանկապարտեզն ու գարկի մանկապարտեզը 90%-ով իրականացվել է։ Սրանց վերջնաժամկետը անցած տարվա կառավարության որոշումով երկարացվել է մինչև նոյեմբեր, այսինքն նոյեմբերի պետք է ավարտված լինեն, այստեղ տված է 90%, ես նայեցի նաև կադրերը, որոնք մարզպետն ու համայնքի ղեկավարը պաշտոնակատարներին են դեմ, գալի է արվաճի, այսինքն եթե նայում ենք կատարողականի ամբողջ ծավալի, հիմա ես հնարավորություն ուղարկեմ եւ կամսկում եմ, որտեղ մենք այս հնարավորությունն ունենք եւ ծավալակերտով կհաշվենք։ Իմ կարծիքով սա 90%, բայց զուգահեռ դրա նույնիսկ եթե 90%-ով իրականացվել է, համայնքը պետք է եթե չի կարողանում իրականացնի, այսինքն ժամանակից անցնում է, պետք է տուգանքային համակարգը գործել։ Հիմա պարոն Ալավերդյան, այս մանկապարտեզների շինարանների ամենօրյա տուգանքը գնում է, թե չէ, թե համայնքը գործություն է ցուցաբերել։ Այսօր բանությամբ պետք է կիրառվեն օրական բյուջեը։
մինչև 2027 թվականն Նույնիսկ 23 թվականից սկսած եւ չավարտված դա օրինական հնարավորություն է տալիս նախ պայմանագրերի ժամկետները երկարաձգել։ Եթե պայմանագրերի ժամկետները երկարաձգում են, այլ ոչ մի կապի մասը այլևս չի կարող լինել։ Մենք եթե կարելի է նշենք նաև ուշադրման պատճառը, քանի որ հանրության համար ենք այս ամեն ինչ անում ու ճիշտ ասեցիք, իրազեկեն իրան նաև սրա միջոցով, ասենք թե ինչի այդ ուշադրումը։ Մանկապարտեզ սարքելուց հետո, արդեն շենքի կառուցումից հետո, ծագել է խնդիր հենապատի, սողանք առաջացել ու այդ հենապատի պատճառով ներսի ներման աշխատանքները ընդհատվել են, որպեսզի այդ հենապատը վերակառուցվի, սարքել ու հենապատը կառուցելու համար, քանի որ բակ չունի ու մեծ չի բակը, որպեսզի մեքենաները մուտք գործեն, այդ աշխատանքները շենքի միջով պիտի կատարվի, այսինքն այս ցեղ տեղափոխել բան նորոգված շենքի միջով պիտի արվի, այլ որպեսզի երկրորդ անգամ ծախս չանեն եւ սարքածը նորից չդնեն նորոգեն։ Նաև իմանանք թե պատճառը որն է եղել, որը ծագել է արդեն շենքը կառուցելուց հետո։ Երիտասարդական ծրագրերի իրականացման հասարակական կազմակերպություններին աջակցության գծով կարող եք ներկայացնել ինչ աշխատանքներ են կատարվել, ինչ ուղղություններով, եթե կա պատասխանատու, թող պատասխանատու պատասխանի, եթե չկա, կարող եք հրավիրել հանրայնացման Ուրեմն երիտասարդական ծրագրերի իրականացման գծով ինչ ծրագրեր են իրականացվել համայնքում նախորդ տարի եւ հասարակական կազմակերպությունների աջակցության գծով, որ հասարակական կազմակերպություններն են աջակցություն ստացել եւ ինչ ծրագրերի ուղղությամբ են աջակցություն ստացել, ինչ են իրականացրել, հետաքրքիր կլինի իմանալ։ Եղել են շատ ծրագրեր, որ մենք ենք մասնակցել եւ ուրեմն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից բազմաթիվ մարզպետարանի միջոցով ստացել են տարբեր ծրագրեր, այդ ծրագրերը իրազեկվել են հանրության շրջանակում, որպեսզի մարդիկ կարողանան ուրեմն կա երկու տող գնային աջակցություն եւ աջակցություն երիտասարդական ծրագրերի իրականացմանը, այսինքն երիտասարդների բոլոր աշխատող հասարակական կազմակերպություններին տրվել են աջակցություն։ Ոնց է որ հասարակական կազմակերպությունը երիտասարդության Երբ որ ինքը նշում է ինչի համար է գումարը ուզում, այդտեղ երևում է։ Բայց ինչի է երկու Հավականին է հաստատել մենք երկարացնում։ Հավականին հաստատել է, դե երիտասարդական միջոցառում ասելով մեկ հաստատում է բյուջետային դասակարգման, կանոնակարգ, որոշակի ծրագրերի առանձնացման, բյուջեի կազմման մեխանիզմներ, երկերով ֆինանսների նախարարության կողմից տրված հատուկ մեթոդական Այսինքն երիտասարդական սպորտային նշանակումը, որ մենք երիտասարդության համար ինչ-որ ծրագրեր պետք է անենք, որը բացառապես չեն կարող Վարդան նշել։ Եթե հետեւի թողը վերջացել է դրանից հետո ստվել։ Ուրեմն դա սպորտի եւ երիտասարդության բաժնի կողմից էր, կազմակերպել ինչ-որ 1 միլիոն չի կարել։ Ուրեմն իսկ սա որ երբ որ խոսքը վերաբերում է 2 միլիոնի նավազը, դա աջակցություն է։ Հանրապես բյուջեն կան երկու տիպի ծախսեր։ Կան երբ որ դա մեր աշխատանքները եւ կան մեզանից երբ որ դա մենք աջակցություն ենք տրամադրում։ Այսինքն սա կոնկրետ դրված է աջակցություն։ Սա աշխատանք չէ, մենք ծառայություն չենք մեր։ Մենք ոնց որ հասարակական կազմակերպությունների ենք աջակցում ու ձևի կա նաև հասարակական կազմակերպությունների նույնիսկ մենք առանձնացնում ենք տողեր, այնտեղ կա անգամ ավճարների տող, որը նույնպես է նույն բանը դասակարգման նույն տողից է գնել։ Դա համար ավելի լավ չէ, որ ֆարզ երևում է, թե որ ծրագրերի համար իշքան։ Չէ, ավելի լավ կներ աջակցության փոխարեն նվիրատվությունը դեր, բայց լավ դա մի Չէ, աջակցության փոխարեն չի նվիրատվությունը դեր, հետո օրենքը հետո էս մի բան ասեմ։ Եթե այդ ամեն ինչի մեջ խախտում լիներ, ուղղակի ֆինանսների նախարարություն չէ կարող լինել, հաշվառություն։ Չէ, վերաբերյալ մենք չենք ասում խախտում կա, ես անձամբ ասում եմ, եթե ամբողջ քաղաքը 25 թվականին որևէ երիտասարդական սպորտային միջոցառում չեն կարել, դա շատ վատ է, որ ասենք ես քաղաքում այդքան խոսում ենք երիտասարդներից, բայց ոչ մի բան չեն կարել։
բայց այդ տողերի տարբերությունները բարձր։ Եթե թույլ կտան Գրիգորյանը մի հատ հարց տանել, Քոթանջյանի Գևորգի նշածում վարի 8-ի մրցույթի հետ կապված, որ ձմեռային պաշտպանության համար 30 միլիոն մրցույթը հայտարարվել, որը պարոն Վերաբյանն ասեց, դա դեռ պարզ չի կօգտագործենք, թե չէ, ձմեռն է բրծավ ամենայն հավանականությամբ չի օգտագործվելու, ինձ հետաքրքիր է 30 միլիոն դրամը Վանաձորի բյուջեի տողից, ֆոնդային բյուջեի տողից տեղափոխվել է, փողակին փոխանցվել է, թե ոչ պարոն Գրիգորյան։ Ֆոնդային ծախսեր կոչվում են կապիտալ ծախսեր, այսինքն կապիտալ գույքի ձեռքբերում եւ կապիտալ շինարարություն։ Ձմեռային պաշտպանություն դա վարչական ծախս է, վարչական բյուջեով դա տրամադրվել է քաղաքային տնտեսություն փողակին եւ իր հաշվի համարին է դարձել։ Իսկ դրա համար չի ծախսվում այդ գումարը։ Իսկ փոխանցման համար պարոն Գրիգորյան հավաքանը որոշում պետք չի։ Ոչ, որովհետեւ նա իր մեջ տեղավորվում է։ Ինչպես նշեց պարոն Քոթանջյանը, համայնքի ղեկավարը նույնիսկ իրավունքի որոշակի ծրագրով մեր մոտ ավելի քիչ դրած, մեր մոտ ջերուր պատմում, եթե նայեք ավելի քիչ տոկոս է դրված, իրավունքի եւ աստողերի միջև տեղաշարժեր կան։ Բայց եթե քաղաքային տնտեսության տողը դուք բացեք նայեք, կտեսնեք, որ նույնիսկ 100%-ով ինքը չի դասավորել ինչքան իմանալիք է ավելի մի քիչ ուրիշ ձևով ասել, որ պարզ լիներ։ Բանը ընդհանրապես Քոթանջյանի հարցերը շատ տալիս են ընթացքում ուրիշ հարցեր են տալի բացահայտում ես ասեմ ինչի համար է հողակարար։ Քանի որ 2025 թվականին եթե մենք համայնքապետարանով գնայինք մրցույթ, տարի պետք է ավարտվի պարզա դեկտեմբերի 31-ով, այսինքն աշխատանքը մենք ուզենք, չուզենք պետք է կամ կատարվեր կամ չկատարվեր, հունվարին չէր լինի։ Քանի որ մենք հունվարին վստահ չենք, որ պետք է բյուջե ունենանք եւ եղանակային պայմանները կարար անակնկալներ աներ, մենք դրա համար այդ քայլին գնացինք, որ հողակը, այդ գումարը նստեց հողակի հաշվի, որ իրան կարողանա։ Մենք չենք կարող հունվարին, մենք պետք է աշխատենք նախորդ տարվա համամասնություններով, ճիշտ է։ Մենք այսինքն եթե 25 թվականի ձմեռային պաշտպանության մրցույթ չենք դրել, 26-ին բնականաբար չենք կարող։ Պարոն Վերաբյան, մնացած համայնքներն են Մնացած համայնքները կներեք, մնացած համայնքներում ամեն ամիս կանոնավոր նիստեր են կայանում համայնքներում։ Պարոն Վերաբյան, ստեղ օրենքը ձեզ թույլ է տալիս համաձայնագրեր կնքել եւ երկարացնել։ Նիշ չկա, դրա համար չենք կարող ավելացնել, որ մարդիկ իրենց ծախսերն անեն, ինձ պարոն Գրիգորյանն ասում էր, որ առանց ավականի հնարավոր չի։ Հիմա ոնց է քաղաքային տնտեսությանը 30 միլիոն կարող եք տալ առանց ավականի, հաշվապահովագին չենք կարող տալ։ Այդ հարցի որտեղ եթե դուք ասում եք մի վարքյան, ես պարքեվաճառ չեմ ասում, ես պարոն Վերաբյան փողը փոխանցելն եմ ասում, եթե մի հողակի կարող եք 30 միլիոն տանք առանց ավականի, այն մյուսին 100,000 դրամի չենք կարող տալ։ Եթե օրենքը թույլ է տալիս։ Դուք ինձ պարոն Գրիգորյան տասնյակ անգամ ասել եք, միջև հավաքանի չլինի հնարավոր չի։ Հիմա հարց եմ տալ, այդ որ հավաքանին չլինելով հնարավոր է 30 միլիոն տալ հետնել մրցույթը չանել հունվարի 7-ին էլ նոր որոշել։ Այդ քիչ տվեցին, բա մարդիկ իրենց գումարները կարողանան ծախսել։ Եթե նա խնդիր ունենան, տարի կփակի պարտքերով։ Տնօրենը ստացա խնդրում եմ ասեք, դուք պարտքեր ունեցել եք հունվարի 1-ի դրությամբ։ Պարտքեր չեն ունեցել, որովհետև գումարը մեր բաժնի վերջացած է, լավ չունեն, հիմա որ Եթե վերջացել ես ձեր հարցին պատասխանեցի, դուք ծնամակրումը պարգևատրման ու հավելավճարների հետ խնդրում եք։ Որովհետև նման ծախսային բան կոմունալ տնտեսության այդ հողակը չի եղել ծնամակրման, այդքան գումար չի եղել, դրա համար է գնացել, այս հաշվապահ հողակը ինչ անի։ Մենք այսինքն տվել ենք 80 միլիոն, չէ՞։ Այսինքն մենք կարող ենք մի հատ էլ բան անենք, ավելի կողտանք որ արդեն դասთან։ Այսինքն մենք կարող ենք տալ պարոն Գրիգորյան, ոստը կարիք չի, այդպես հասկացա։ Դե բակ չեն ունեցել հաստատці։ Իսկ դու հաստատած այդքան են դրանց հասանելիքը։ Այսինքն քաղաքապետի որոշումով առանց ավականի գումար տալը հողակներին, օքեյ է նորմալ է, չէ՞, ճիշտ ասած։ Հողակի կողմից ոչ մի հայտ չի ներկայացվել։ Այդ չեմ ասում, քաղաքապետի որոշումով։ Դիմել են չեք արի։
Չէ, մասը Միշել Գրիգորյան, ես հարցի հետ կապված իրենց համար սա պրինցիպալ, որովհետև ես հարցի հետ կապված ես տեղյակ եմ, որ ես որպես ավականու անդամ բյուջեի կատարողականին դեմ եմ քվեարկելու հենց այս հարցի համար, որովհետև համայնքի ղեկավարը իրավունք ունի 30 միլիոն իր որոշմամբ տեղափոխի ուղղակի ֆինանսով առանց ավականու որոշման, որովհետև օրենքն է այդպեսի։ Հիմա դրա համար եթե մենք դա ուղարկել ենք, ու ասենք դա նորմալ է, ճիշտ է, ես պարզապես իմ ավականու անդամ գործընկերներին կտեղեկացնեմ մինիմում դա ճշտել, որովհետև հետագայում հնարավոր է այդ կապված որոշակի հաղորդումներ լինի եւ մարդիկ չգնեն տհաճ իրավիճակների մեջ։ Ավելին ասեմ, ձեր պատասխանն էլ ինձ որ կարելի է քաղաքապետը նման բան անի, չբավարարես, որովհետեւ գրավոր դրա համար ստացած պատասխանել կհամապատասխան կառույցներից, ինչը որ գրել են որ ակելում, անդետոկոսային համասնություն կա, որը չի կարելի։ Ավելի այդ փոխանցման պատճառը ուղղակի NDS-ի տակ անցել, դա է դա փոփոխություն։ Սա իր պահանջությունը սկսեցին մենք կատարել։ Անցած տարվա բյուջեով մեր խմբակցությունը ակտիվ մասնակցություն ունեցավ համայնքապետական կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Խնդրելու ենք, որ մյուս տարվա բյուջեով նույն ձևի նախատեսվի ու նաև մենք համապատասխան գրությունը մենք ենք կարել այդ հայտարարություններ կարակ չպատասխանենք։ Երկրորդը խնդրում եմ այնտեղ Գուգար համայնքի գորգաջրերի նախագիծը ասիկ տեխնիկական խնդիր է եղել ու չի կայացել։ Դա ինչքան գիտեմ մենակ անցած տարի չի, նախանցած տարի այդ խնդիրն եղել, անցած տարի շատ սուր է եղել, այս տարի էլ ավելի սուր է։ Ինչ եք նախաձեռնել այդ ուղղությամբ։ Երկրորդը 50 բակային ասֆալտապատում որ մենք 600 միլիոն, եթե չեմ սխալվում, հավաքանում նիստին հաստատվեց ու այդ բակերի ճակատագիրը խնդրում եմ պարզաբանել։ Ծրագիրը իրականացնելու համար ուրեմն անցել է նախագծման փուլ, փոխհատուցության փուլ, մենք այդ ծրագիրը ուղարկել ենք մարզպետարան, հետև շփումներ կար, մարզպետարանը մեզ ուղարկել է, մենք ուղարկել ենք ուրեմն նախագծող կազմակերպությունին գրավորելի, իրար պատրաստականություն հայտնել են, որ այդ շփումները անել, այսինքն դրանք են շփումները չեն, որ այդ աշխատանքները չընդունեին, հիմա մենք այդ շփումները անելուց հետո ուղարկենք արդեն միջտերակրթական հանձնաժողովի հաստատման։ Շնորհակալություն պարոն Տիրակյան, բայց խնդրում եմ այդ բոլոր ուղերը գրավորել խմբակցությանը ներկայացվի, որովհետև դա այդտեղ եթե մենք 10% նույնիսկ բարձրացնենք շուրջ 250-ից 300 միլիոն դրամից առավելվածությունը համայնքի վրա առաջանում, իսկ գիտեք աշխատավարձը կատարումը մարզչական ծախսերից, դա պետք է երեք առանձին նստենք քննարկենք մենագրում առ որտեղից են։ Այսինքն ինչ չենք անի, որ դա 250 միլիոն ամիսը տարի։ Ես բանը նրանցում անեմ այդ հարցում։ Վարչական ուրեմն եթե որոշում եք մենք աշխատավարձի բարձրացումներ կատարենք, ընդհանրապես կարելի ինչպես տեսնելի։ Ավականի պետք է հաստատի հաստիկացակերը, որոշվի քանի տոկոսով է բարձրանում։ Ընդունվի տվյալ տարվա բյուջեն, մենք քանի որ գումար ունենք միայն պահոստաֆոնդում, այդ ընդունվելուց հետո արդեն լինի երկրորդ նիստը, որ պահոստաֆոնդի ցանկացումը կատարվի, որպեսզի կարողանա կամ էլ եկող տարբեր։ Այսինքն մեզ նվազագույնը երկու նիստ անհրաժեշտ է։ Մի հատ բյուջեի ընդունում, մի հատ պահոստաֆոնդի ցանկացում։ Եթե հավաքանին Այսինքն ես առաջարկում եմ ընդհանրապես այդ հարցը դնել օրակարգ աշխատակազմի ու տեխնիկական ինչքան նիստ պետք է լինի անցնի օրենքի պահանջով, խնդիր չեմ տեսնում, բայց ժողովրդի լեզվով ասած շուտ սկսենք, շուտ կվերջացնենք ժողովուրդ ջան, խնդրում եմ դա հարց չէր, դա ընդհանրապես նոր էր, մեկ էլ եթե ես չեմ սխալվում Շահումյան համայնքում մենք ունենք լուսավորության խնդիր, այսինքն արվելա ու չարացի տեղը չկա այդ լույսերը, չի աշխատում, թե ինչ շատ բնակիչներ են դիմում, խնդրում եմ այդ հարցով հետևողական։ Ձեզ սենց ասել, ամբողջ մարզին սպասարկում է մի հատ մեքենա, այդ հարցը պետք է լուրջ լուծվի։ Այսինքն Նիվա գնելու գումարի Նիվաներ
ունի, կամ ազգանիշի մեքենա ունի, դա օքեյ է, այսինքն համայնքը պետք է ինչ անում։ Այսինքն մի հատ ու մենակ համայնքն է, չէ, ես ինչքան տեղյակ եմ այդ մեքենան ստիտակ ելակի։ Պարզավոր մեքենա հասցնում։ Ամբողջ մարզին, այսինքն ի՞նչն է խնդիրը, որ պետք է հանրապետության 3-րդ քաղաքի բնակիչ ջրի եւ կոյու համար վճարի, իրանք գնան նոր միվաներ առնեն 4-5 հատով, բայց բան չառնեն, կամազ չառնեն, իրանց ոչ ավականի ապեն ոչ բան չի չեն մահում, այդ հարցը իսկույնով պետք է շատ լուրջ մակարդակ վրա կամ էլ թող այդ գումարը մեզ տան դիքան, այդ ոնց ամեն 10 կամազ առան մեր աղբի հարցերը ուծեց, ու բան կոյուղին անդադ խնդիր է, եթե պետք է բնակիչները վճարեն վիոլայի, մենք ինչով ենք պատտավոր, էլի ենք անում, բայց ինչքան կարող դատել շարունակվի, կամ այդ մի կամազը ամբողջ մարզին, ինչքան է ակտուալ որ սպասար, դա ինձ թվում է մի քիչ հարցը է նա, որ պետք է մի քիչ քննարկվի, այսինքն ինչ իրան գումար չուներ ամեն։ Պարոն Վիլյամյանը, հասկացան, որ նախաձեռն եք այդ առողջավարությունը վիոլայի դեմ ստիպեք, չգիտեմ այնտեղ դատիկների կամ մի բան արեք, որը հարցերը լուծվի, բայց այնտեղ ես ինչքան գիտեմ, մենակ վիոլայի խնդիրը չի, համայնքներ այնտեղ հարցեր ունի լուծելու, մենք ինչ-որ նախագծի, եթե չեմ սխալվում, նախագծի մեջ սխալ ա եղել, նախագիծը չեղարկվել է, նոր նախագիծ։ Ոչ թե նախագծի մեջ, պարոն Հարություն, պարամետրերը, որ գյուղաբանից ներկայացրել էին վարչական կենտրոնից, այդ պարամետրերը, որ մենք այդքան գումար ծախսում ենք, անցուցելի չենք ստանում, այսինքն մեկ-երկու փողոց, այսինքն մեծ գումար ենք դնում, ու էլ եւ մեր էֆեկտը չենք ստանում, բայց մենք հիմա նայեք այդ Տավրոս փողոցում ավելի քիչ գումար դրեցինք, այդ որ անցկացրեցինք, ավելի մեծ թաղամաս բաներ է, այդտեղ մեծ բաներ, աչիսնոյ կայաններ սարքվելու, բայց էլ գյուղի հարցը չէ լուծվում, մենք ոնց որ բան արեցինք, որ կարելի է ավելի մեծ ուսումնասիրություն անել, այդ գումարը ավելի օպտիմալ ծախսենք, այսինքն գումարի շրջանակում մենք այդ գյուղի հարցը էլի չենք լուծում, եթե այդ գյուղի հարցը լուծվեր, բնականակ Ինչքան գումարի մասին է խոսքը։ Պատճառաբանելը, որ նախագիծը գծած բան չգիտեմ, այդքան մասշտաբ չի կարա, գումարը չի համապատասխանում բան, բայց ինքը լրիվ ազատ է, որ մրցույթը գծած է, մրցույթի հենց դեռևս որ չի բացվել, այդ ընթացքը ինքը կարող է դիտողություններ, գրավոր ներկայացնել, բանավորել կարասել, բայց ինքը մասնակցել է, հայտը ներկայացրել է, համաձայնությունը տվել է, որ ես աշխատանք կանեմ, բայց պայմանագիր կնքման վերջում եկել է պայմանագիր կնքման չի կնքել, Եթե կարելի է դասությունները մի տեսակ շատ արագ են դասում, այդ բան չեն արել Ջորջան, որ երիտասարդական ծրագրերի կապված որ ասում, սպար ոչինչ չէ, բնականաբար այդպես չի։ Առնվազն կամ պլանային միջոցառումներ բաժան է կազմակերպում երիտասարդության օժտողոսի երիտասարդների մոռացավոր այդ կազմակերպում ուսանողական գարունի հետ մրվայեցրել համագործակցությունը բաների տրամադրման պասիվ մենակ բան չէ, միջոցառումներ կան, լոֆտի հետ համագործակցության շրջանակներում քաղաքապետը տարված կրծի տարվարել երիտասարդներ հանդիպում ինչ-որ մի հատ հետաքրքիր նույնիսկ մտածում ինստիտուցիոնալ բաներ ստեղծելու իմաստով, իհարկե ավետացնելու են, բայց որ այդպես ֆիքս է արձանագրել, որ սպառում չի անում, կներեք այդպես չի։ Պարոն Բերնեցյան, ես ասեցի, որ հապուկ մեկ ինչ-որ գումար չեն դրել, բայց ասեցի, որ պարբերաբար ինձ լրացրեցիք, որ այն նով կուրսներ դա է։ Բայց բանը կա, որ գումարել են դնում, հիմա այդ դոկոսոս միջոցառման գումար չի դնում, բանը Կոստանյանի բաժինը, որ այդ կազմակերպում, ազունի այդ հարգել բանը նետում տեղեր, միջոցառում կազմակերպում, բակային հետ տարբեր տեղերից բանը կա։ Որպես քաղաքացիական պայմանագիր խմբարության ղեկավար աշխատավարձի հարցը բարձրացել է եւ գրավորում եք մոտ կարել, ասել ընդհանրապես որ օրակարգը մենք ենք որոշում, այսինքն եթե դու քաղաքահամիստին հետ նույն նախաձեռնությունն անեք եւ ինքնով քվեարկել, ես այդ 10-րդ լինեմ, հարցը միանշանակ կմտնի օրակարգ, չեն կարող չմտցնել որևէ մարդիկ, դա կարեւոր է որ մենք իմանանք Եվ երկրորդն գումարի հետ զբաղված, եթե մենք հաշվարկով խոհարներ եւ քաղաքապետարանի 10% ավելացումը տարեկան 250 միլիոն է, ես առաջարկում եմ 40% ավելացնել, եթե դա կազմելու է 1 միլիարդ գումար, դուք սուբվենցիաներ եք ներկայացնել, որոնց մեջ մենք 3.4 միլիարդ գումար եք ծախսելու, առավել ևս օրինակի համար
համար ունիվերմակի գազևոյի բարեկարգելու համար 600 միլիոն ենք փոխծասելու, ավելի լավ մի սուբվենցիա չանենք, բոլոր հողագի և քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերը բարձրանա, որտեղ դա առաջ երթի ստիմուլ կտա լավ աշխատելու, կոռուպցիա չանելու, և երկրորդը մարդիկ չեն կարող հավաքարարու բարիչ մանկապարտեզի նույն փողը ստանալ, դուք մենք պահանջենք, որ իրենք լավ աշխատեն։ Եթե գումարն եք ասում, որտեղից, ասում եմ սուբվենցիան քիչ անելուց, որովհետև այդ 4 միլիարդի մեջ եթե տարեկան 1 միլիարդ մենք տանք աշխատակիցներին, դա ավելի արդյունավետ կլինի, քան մնացածը։ Իսկ եթե այն պատճառաբանությունը լինի, որ դա փողը չկա, հնարավոր չի, ես ձեզ վստահ ասում եմ, որ եթե փողը չկա, սուբվենցիա 35 միլիոն դոլարի չենք կարողանի։ Իմ առաջարկությունը նաև նիստի ժամանակ, հենց օրակարգի ժամանակ լնելու այդ հարցը ներառելը, հույս ունեմ քաղաքացիական պայմանագիրը կողմնակրվյակի և առանց աշխատակազմի նույնիսկ համաձայնության հարցը կներառվի։ Ինչ վերաբերում է երկրորդ նիստին, եթե նույնիսկ տեխնիկապես երկրորդ նիստապետ, մենք այդ հարցի համար հենց հաջորդ օրը երկրորդ նիստ կնախաձեռնենք մարդկանց աշխատավարձերը թող բարձրանա։ Իսկ պարոն Գրիգորյան, այդ պատճառաբանությունը, որ գումարը չկա, կամ ինչպես անենք, ես կարծում եմ, թե հողակի 90,000 դրամը, թե քաղաքապետարանի 110,000 դրամը կամ բաժնի պետերի կոալիցիոնը, դրանք են ծիծաղելի գումարներն ա, որ հնարավոր չի նման ձևով մարդիկ օբյեկտիվ աշխատել։ Համզա Չիմանի գլխավոր մասնագետը ստանում է 250,000, Վանաձորի բաժնի պետը ստանում է 250,000, հողակի տնօրենը ստանում է 90,000 դրամ, հավաքարարը ստանում է 90,000։ Եթե մենք աշխատավարձ նորմալ չենք տալի, դուք ո՞նց եք ակին գալու, որ մարդիկ նորմալ աշխատելու, չեն եք աշխատելու, դրա համար խնդիրներ լինելու։ Իսկ նման հարցը ես որպես ավականի նորից եմ կրկնում, երբ նիստը լինի այդ օրներ եմ առաջարկելու առանց աշխատակազմի չներառելու դեպքում, հույս ունեմ պարոն Հարությունյանի խմբավորությունը կողմնակրվյակի և այդ հարցը լուծելու համար պարոն Հարությունյան մեր որոշումը բավարար է, քաղաքապետարանը ընդամենը մի սուբվենցիա անելու է, այդ գումարը ուղղելու է արդեն աշխատանք։ Ֆոնդային բյուջեի ծախսերը, որը դուք նշեցիք, որ այսքան միլիարդի ֆոնդային բյուջեի ծախսերի կատար, օրենսդրության համաձայն չի թույլ տրվում ֆոնդային բյուջեից հատկացում կատարել վարչական բյուջեից։ Վարչական բյուջեից հավաքելու որոշմամբ կարելի է ուղղել գումարներ, որտեղ ֆոնդային բյուջե, իսկ հակառակը արգելված է։ Եթե դուք որպես ավական անդամ լրիվ ազատ եք ներկայացնելու ավական որոշման նախագծեր, ընդգրկել օրակարգում և դա համար քվեարկել։ Ես էլ եմ ասում։ Այսինքն դուք կարող եք նախագիծը սարքել, բերել ներկայացնել։ Ոչ մեկը չի արել։ Դեկտեմբեր ամսին անցկացվել բյուջեի մասնավորման գործիքով նախարարության նախարարության հաստատման։ Հիմա ինչ ասած որ օրենքը հաստատում բյուջեն եւ մնացած այդ դուրսներ։ Հիմա նաև այդ օրենքը դիտարկալիս հավաքական անդամներին դերես նախագի կապանալով այդ բյուջեի գործողության գումարները այսինքն բյուջետային մասը այստեղ հետևյալն իսկ եթե գնացել արտադրության նախարարություն հաստատվել այդ ձևով ավականի որպեսի քվեարկելուց առաջ կարող նախագծային փոփոխություն անել բյուջեի տողերում։ Նա եթե բավարար ռեսուրս չկա, ես կարող եմ ձեզ օգնել այդ տողերը հստակ մշակել ու բերել ներկայացնել։ Բայց հատ ուրիշ խնդիր կա ինձ համար։ Ես նայում եմ տարեկան կատարողականը, օրինակ մյուս տարիների կատարողականը, ու իմ մոտ ինչա նախորդ տարիներին, օրինակ կատարողականի կատարված աշխատանքը շատ ավելի մեծ է եղել, քան այս տարի։ Մինչդեռ 23 թվականից հետո օրինակ բարձրացել է 20% աշխատավարձերը, անցած տարի 25%։ Բայց էֆեկտիվությունը ըստ կատարողականի ինգել է, այսինքն ես չգիտեմ, դրան ճիշտ է բարձրացնել այդ աշխատավարձը, թե չէ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բարձրացնում են աշխատավարձը, վատ են աշխատում, այսինքն ոնց որ լավ չի ունենալ անվճար աշխատողներ։ Ճիշտ է, 22 թվականի հուլիսի 1-ից այդ անկախ վերացել է, բայց այնտեղ մարդիկ կան չեն կարող, չես կարող միացել այդ իրավարաբերությունները, խզես ազատ ես աշխատանքից։ Այսինքն եթե եղնել դրանք այդ հարցերը եթե օրինակ հատկային ժողովրդական աշխատավարձը 800 օրենքը մեզ թույլ է տալիս համակերը կարող բնակչության թիվը բավարարում, այսինքն մենք
չենք կարող այնպեսի ոնց որ հարաբերակցությունն է աշխատակազմի ուղղակի գալիս է համայնքի ղեկավարը չի կարող այնքան բարձրանալ համայնքի ղեկավարի աշխատավարձը, որ գերազանցի պատգամավորի աշխատավարձը։ Չենք հիմա օրենսդրական խմբավորություն ալի եւ պատգամավորի տեղեկացածը։ Ոնց որ եթե կերնի։ Բայց 40% կարող։ Ոնց որ եթե Բայց 40% կարող չէ։ Բարձրացրեցիք համայնքի ղեկավարն է 900 հազար։ Հա, նորմալ գալիս այն օրենսդրական բանը։ Չէ, պատգամավորի Այստանի բյուջեի կառավարականով քաղաքապետարանի կամ բանկի աշխատողները, դա ճիշտ չի, որտեղ բյուջեի կառավարականով կարող գնահատական տակ 10-15 հոգու աշխատանքի, ոչ թե ամբողջ այդ 3000 հոգու աշխատանքի, 3000 հոգին մեղավոր չեն, որ բյուջեն կամ չի կատարվել, կամ ավականոնիստեր չեն եղել, կամ շփել շատ բաներ չի կարողացել անի։ Այդ մարդը աշխատավարձ այդ պատճառով չբարձրացնելը սխալ է, որտեղ մարդիկ նորմալ մեծ մասը եթե շատ Դուք եք որպես աշխատակազմի ղեկավար պաշտպանեք աշխատողները, ոչ թե ասեք համաձայն որ վատ են աշխատել։ Ձեր աշխատակիցները շատ լավ են։ Մենք մի կողմից խրախուսում ենք հանրային մասնակցությունը, քաղաքացիների մասնակցությունը համայնքային կյանքի, մյուս կողմից այն սուբվենցիան, որը հաստատվել է ուղղակի եւ շահումյան ղեկավարներում, հանրային մասնակցությամբ տեղափոխվեց 26 Հիմա մի հատ սիստեմա ներկայացրեք ինչներ ու ինչի քաղաքացիների ենթակվի արկածում բանը կարելի ասել Ավական լիստը բյուջեն հաստատվում համաձայնակ իրան միջապես կնքում ենք մտնում են սկսում են սարքել 26 թվականի բյուջեի նախագծը մենք հաստատական բյուջեի կառավարումը բոլորը մտածում այսինքն մենք 15-6-ով ցույց ունենք եթե հասցնում ենք բյուջե հաստատենք մի անգամից համաձայնագրեր անում ենք եւ Դա լավ ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտն են կա։ Մի անգամից սկսում։ Պարոն Միրաբյան, այստեղ այլ հարց կա, ուզում եմ կոմպետենտ հարցով անձպատասխանի, որտեղ նախորդ հարցերի պատասխանները ուղղակի տեքստի վերաձևակերպումն էր, ես չհասկացա, անկեղծ ասած, հետո ավելի մանրամասն երևի տեխնիկը քննարկենք, բայց այս տողով կա պատասխանատու, ով կարող է ներկայացնել, թե ինչ միջոցառումներ ենք մենք անցած տարի իրականացրել։ Չէ, դա դրական բյուջետների դեր ուղղակի դա բյուջետային դասակարգում Բայց կատարված փաստացի է բյուջետային Դասակարգում ողված ասեք 2540 Գումարի չափնեք 23 միլիոն։ Մինչև այդ հարցի պատասխանը տալի մի հատ էլեվանցիկ է, հարգելի գործընկերներ, լորված մերը չարեցին կամարն ենք անելու, թե բաշե չենք անելու։ Ձուն մաշելս վարժում է, դորվածը մերը հիմա ձուն չկա։ Եթե դուք նկատեք եկի ատակ արդեն բացած ինքը տալիս է ինչ է մտնում դրա մեջ։ Անձևատ ջրատարությունից դիտավորի և կորվագծերի սպասար։ Մտնում եք կորվագծերի վերանորոգման աշխատանքներ։ Անձևատ ջրատարությունից դիտավորի և կապայշների նորոգու 24 թվականի վերջին օրենքը փոխվել եւ կանխիկ հատկությունները Բիզանտիան է արկելվում միայն։ Չէ։ Կարիտաս ինտերնացիա պետք է Ամիաբյան, ենադրմա, որ բյուջեի տղների համար, քանի որ կարիտասի կգա, կների տողից պետք հատարի, որ տվել եք ուրիշ տողից, առած որևից է իգնալով հաստատում տակը դնել։ Այս է, իր վերաբերվում է բանը, սոցիալական հանձնաժողովս, հանձնաժողովը երգույթի նոր օրենքով ոչ միայն պետք է ունենա ռազմավարություն, այսինքն որ տեսան, որ փորձում են բանան, այլ նաև պետք է ունենա տարեկան աշխատանքային պլան, պլանը պետք է դեպի հարայնացման, ըստ որոնով կառավարական ներհարցականի կամ չընդունում։ Այնտեղ հիպերացիվ
նշված է, թե որ բաժնի ղեկավարն է եւ ինչ հասարակական կազմակերպություններ կներառվեն։ Ընդհանրապես վարչական բյուջեի մասով 8.472.000 ֆոնդային բյուջեի մասով 22.613.300 դրամ։ Այդ պատկերը հիմնականը մենք ծրագրերն են կա նաև այստեղ որ չենք վճարել, չենք վճարել սուբվենցիաներ։ Դեռևս ավարտական ակտ չեն ունեցել, որոշակի բան պահվել է եւ դրա արդյունքում պատկ է, այսինքն պատկ է ինչ է, որ իրենք կատարողական են ներկայացել, բայց դեռ չի վճարվել։ Չի վճարվել, որովհետեւ չունեն ավարտական ակտը, պայմանագրի ավարտական ակտը ունենան այդ բաները։ Դա ավարտական է, ունեն բյուջեի վարչական բյուջեի մասով միայն միջոցառումներ դա հնարավոր որ չի վճարվի։ Ալի գիտեք որ ուղղակի մենք ներառել ենք, որ ամեն դեպքում կարող է դատակապություններ կամ այլ հարցեր լինեն, որ կարողանան հետագան պայմանավորված լինել։ Հետագազարգացումներ չեն կարողացել, կարող է իրավական հարցություն տեղափոխվի, արդեն իրավական հարցության տարբերակ չկա, որտեղ կա արձանագրություն եւ արձանագրությունը նայելով ենք ես համանուն միջոցառման շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ օկտոբերով ավելի նաև հանրությանը ներկայացնեմ, որ մեր ողջունում ենք սեր։ Այո, կատարած աշխատանքը մենք համատեղ այցելել ենք եւ արձանագրություն ենք կազմել, թե ներկայացված աշխատանքը հանրության ժամանակ եթե դրանից կարելի է 23-ով մենք ունենք արձանագրություն, այդ բոլի հաղթող կազմակերպությունը ոչ պատշաճ իրականացրել է զարգանքների աշխատանքները եւ դրանից կապված հնականաբար բաժին տվել է բացասական եզրակացություն եւ այդ մասով կարող եմ ասել, որ մեր կողմից ամենայն դեպքում վճարում չի արվել եւ չենք էլ պատրաստվում անել։ Որովհետեւ հաղորդակցի չափով կատարված աշխատանք չկա բնականաբար։ Անձնապես չենք մոտենում հարցին, այլ ուղղակի կատարված աշխատանքների շրջանակներում։ Շնորհակալություն։